Բարև ձեզ, վերջապես մենք Բարև եւ նոր ձեզ։ եթերում ենք։ Մենք եթերում ենք եւ Դե մենք երեք շաբաթ ֆրֆռում էինք, գլուխ էինք պահում։ Երեկայում առաջին շաբաթը ես ասի անի ջան, որ հելել եմ կոկորտի ցավոն եմ առավոտվա կողմը, տենց մեկի մոտ եմ, չեմ կարող։ Հետո անին հարմար չէր։ Հետո անցած շաբաթ տենց չկարողացանք Մի եւս մեկ խոսքով, անգամ։ հա, մենք մի քիչ break վերցրեցինք Հա, փաստացի։ հուսով ենք մենք մեզ հասցրել եք կարոտել։ Այս ընթացքում ինձ շատ մարդիկ գրել են, բախի չկա ոդկաստ։ Լուրջս ասա։ Այո, թե ընկերներից ես, թե գոլեգաներից, որոնց ես ռեալ կյանքում տեսել եմ եւ չեմ տեսել, մեզ հարցնում են, թե ուրեմն մեր նոր էպիզոդները։ Ժողովուրդ, մենք մեզ հանգստի էինք տվել։ Հա, զբաղված էինք մենք մեր երջանիկ կյանքով, ճիշտ ասած։ Այո, հուսով ենք։ Գնահատել Բոտիչելին, այսօր Վեներան Այո, լինի, որովհետև մարտի 8, մարտի 8, մարտի 8։ նավիուտ։ Արդից օգտվելով Անի ջան, ուզում եմ քեզ շնորհավորել եւս մեկ անգամ։ Մաղթում եմ քեզ այն կանացի երջանկություն ասվածը, բայց որ sense ի սրտե էլի, որ հենց գա կպնի ու քեզնից չգնա ոչ մի տեղ։ Okay, topic-ը եկավ, որն է կանացի երջանկությունը։ Կանացի երջանկությունը թող կանայք Միացյալ հասեն։ նշենք քո սիրած բաժակը այսօր կա մեզ հետ։ Անպայման եւ անպայման նշենք, որ մեր այսօրվա էպիզոդի ամ էսթետիկայի հովանավորը անի շապիկն է, անպայման։ Շնորհակալություն։ Եվ շապիկի դերձակը Գայանե։ Մուա։ Ապրիգայանեն, պիտի Ապրիկան։ նշեմ, որ այդ հումա քո ինտերիերի հետ, քո հակացը, ի տարբերություն ինձ ես Ճիշտ ասած չեմ մտածել, պատահաբար է ստացվել։ Քո հետ էլ գնում է իմ բաժակը։ Բայց այդ քո բաժակի վրա ես աշկ ունեմ։ Ես խոստանում եմ, երբ որ մենք հանդիպում ենք, ես քեզ իմ այս բաժակներից 6 հատ էր, մեկը կոտրել եմ։ Կստացի կոտրել եմ քո ասելուց հետո աչքդ կպել ա թավե։ Ուսի Այս բայց ես ընդհանրապես չարաշ չունեմ է։ այս սեթից 2 հատը քեզ կտամ, այն 3 հատը ինձ խոսք եմ տալիս։ Եվ ես այստեղ ունեմ գեղեցիկ ամետիստի ծառ, Ահա։ գիտեմ կան մարդիկ, ովքեր որ սիրում են բնական քարեր, ես սիրում եմ եւ աշխատում եմ դրանց հետ, ամետիստը արցնացնում է էներգիաները, ինտուիցիան ու բերում է խորաթափանցություն, իթիվ Մгм. այլ լիքը բաների, так что աշխատեք քարերի հետ արդար ժողովուրդ ջան։ Ոնց Խոսելով էներգիայից, խոսելով որ ասես էներգիաները է բերում ինչ որ բացում է։ Դու տեղյակ ես քո չակրաներից, դու ինչ չակրաներ ունես բաց եւ փակ։ լսի չէ։ Բայց հիմա Հենց որ ինչ չի բոլոր podcast-ը։ Ասա։ Լսի ես ճիշտ ասած այդ չակրաները չեմ հասկանում, որտեվ իրանց անունները բարդ են։ Բայց գիտեմ որ Անուններն են չէ՞ բարդ։ հա, գիտեմ որ 7 չակրա կա, տեղերը գիտեմ, ու կարծում եմ, որ ինձ մոտ բոլորը more or less լավ վիճակում են։ Նո, պիտի նշեմ, որ ոչ բոլորի մոտ է էս տեղի չակրան բաց։ Դու էդի կարաս հասկանաս քո տարեթվերը, տարես ես ChatGPT-ին, ասում ես տարեթվերով ու ծննդյան տեղով, ժամով որոշի թե ես որ չակրաներն են իմ մոտ բաց եւ փակ։ Լսի լուրջ ես ասում։ Հələ մի Այո, րոպե։ Ուզում նենց անեմ, մեր նկաները իրար կողք լինի, մոռացել եմ ձևերը։ Իսկ ոնց ես իմանում այդ ChatGPT-ին ուղղակի ասում եմ check my այո, ասում ես ռուսերեն գրում ես կամ անգլերեն կապ չունի, посчитай мои чакры или расшифруй мои чакры по дате моего ой, Моего по дате моего рождения, им ռուսկախոս ենք։ Սա անգլերենն է անում։ Դե անգլերենում չկան հոլովներ։ Լսի, ես Right? մեկը հարցնեմ, ինձ հետաքրքիր է ինչ կասի Հմ, չաթիկը ինչ ակրաների մասին։ Կստացի այո։ երեք հերթական IELTS-ի աշակերտին ասեցի, ինչի AI չես օգտագործում writing-ներն անելիս, աչքերը պտշած նայեց վրես, а что можно было դեմքով։ Ասացի, հա, այս էները տուղ թող գրի, նա ինչ transition բառեր է օգտագործում, կարաս դաժե քո main point-երը տաս ինքը develop անի։ Ոնց ես վերաբերում այտենց անգլերենի դասատուներին, որ ասում են օգտագործի չաթիկը։ Նայած ինչ աշակերտ ու ինչ նպատակի համար։ Լսի, դա General հիմա չեմ IELTS-ի համար, IELTS-ի writing-ների համար, I'm totally okay։ երբ որ ես իրանց structure տվել եմ, keyword տվել եմ,
Իրանք գիտեն more or less ոնց պետք է գրեն, հիմնականում մտքերը չի հերիքում զուտ ֆանտազիան է սպառվում, սենց է լինում։ Ու ասենք տենց ես ասում եմ նայեք, մի 4 անգամ նայեք, փակեք գրեք, ու ինչ հետո ասում եմ չեք գրի։ Ասենք ոնց ես վերաբերում եմ դրան, օքեյ է։ Մի հատ abstract Ես էլի դրանից որ այդ ես եմ։ Ոնց ես վերաբերում, օքեյ։ լրիվ օքեյ եմ ես դրա հետ, մանավանդ եթե այդ IELTS-ը կամ TOEFL-ը, ամեն Թե դեպքում արդեն C1 level-ի ժողովուրդ են էլի։ կարաս ոնց տեսնում եմ լույսով խնդրեմ քեզ։ Ո ինչ լավ Մամային դասens։ կասեց տոնը շնորհավոր, թող միշտ առողջ ու երջանիկ լինի։ Ինքն քեզ աշնավորում լսեց քեզ։ Հա դու սիրում ես քո մամային, շատ ես չես սիրում։ Դա հիմար հարց է իրականում, կներեսի Հա, որ տենց են հա, որակ։ լրիվ համաձայն եմ, հիմա հարցը։ Պրոստը գիտես ինչ եմ նկատել, տղամարդիկ կան, ովքեր որ թաքցնում են իրանց սերը իրանց մամայի հանդեպ, ու ինձ չգիտեմ, օրինակ ոնց է որ դուք նայում եք աղջիկը ոնց է վերաբերվում իր ծնողներին, չէ՞, ու մենք էլ նայում ենք ոնց է տղամարդը վերաբերում, տղան վերաբերում իր ծնողներին, ու ես սիրում եմ որ մամային սիրում են։ Ինձ թվում է, եթե այն տղեն, տղամարդը, ով Նու թաքցնում է։ չէ, թաքցնելու մասին չի խոսքը այստեղ։ Կամ եթե թաքցնում է, ես չգիտեմ թաքցնելու այդտեղ ինչ կա իրականում, չեմ հասկանում, բայց այն տղեն, տղամարդը, ով չի սիրում իր ծնողին ու չգիտի ոնց պիտի սիրի, ով չի սիրում իր ծնողին, հա, որդու սիրով, ինձ չի թվում, որ ինքը կարա իր կնոջը սիրի հետո, որտեվ տղեն առաջինը փոքր տարիքից որպես կնոջ մոդել կին մայրն է, չէ՞, հանդես Հա, գալիս։ իր առաջի relationship-ը մամայի հետ է։ Այդ է, եթե դու հաջող ինչ որ relationship չունես, ուրեմն հետո մի քիչ որ տենց խնդիրներ կարան առաջանան, էլի, զուտ։ Հա, Հաղթանակ չի թվում է։ իսկ եթե չափից շատ է սիրում տղան իր մամային, կարծում ես հետո դա էլ անցնելու է կնոջը։ Բայց չափից շատ այսինքն է, ինչ նկատի ունես չափից շատ։ Կախվածություն ունի, boundary issues, sense։ Մ, Կնոջ այսինքն կնոջ անցնելու նաև կնոջ հանդեպ է տենց Հա, կլինի, թե կնոջն էլ է չափից շատ սիրելու, կնոջ հետ էլ ինչ որ boundary issue-ներ են ունենալ, ոնց ես կարծում։ Блин, չեմ կարող ասեմ, դա հոգեբանները կպատասխանեն այդ հարցին ավելի կոնկրետ։ Հոգեբաններ գրեք մեկնաբանություններում հետաքրքիր է Բայց ձեզ։ դու ինչ ես կարծում, դու մի հոգեբան ես, դու ես, այ Լսի, astrologist։ ինձ թվում է, որ կնոջից շատ բան է գալիս, ես այս վերջերս այս թեմաներով շատ եմ մտածում ու հասկանում եմ, իմ համար հասկացել եմ, որ կնոջից շատ բան է գալիս, то есть ամեն տղամարդ իրան պահում է կնոջ հետ ընենց ոնց որ կինը տալիս է տոնը, ես ընց եմ մտածում, то Է есть մեկ վարքան։ հա Ասա։ То есть ինձ թվում է, որ օրինակ նույն տղան կարա իր տարբեր girlfriend-ների հետ ու вообще տենց է իրան ուրիշ ձև պահի, կապված նրանից, թե ոնց է այդ աղջիկը թույլ տալիս, հա, ինչ ձևի vibe-ա տալիս, ինչ ձևի էներգիա տալիս։ Օրինակ իմ սիրած Սիդնիկովը, Ալեքսեյ Սիդնիկովը, իմ ուսուցիչներից մեկը, իր վիդեոներից մեկում հոգեբան է, coach է ու ֆիլոսոֆ է։ Իր վիդեոներից մեկին ասում է, երբ որ ես մի անգամ գնացի իմ տղու տուն ու տեսա, որ տունը սիրուն մաքրած է, ես տղուս ասեցի, ոնց որ ես մի ընկերուհիդ լավն է, որովհետև միջև հիմա ես չեմ տեսել, որ դու քո տունը սեն սիրուն մաքուր պահես, բայց դու մաքուր ես պահում, որովհետև գիտես, որ եթե կեղտոտ տրնի, այդ ընկերուհուդ դուր չի գա, ինքը չի գա, իրան լավ չի զգա, ու ես մտածում եմ, որ դա տենց է, հեսա դու էլ կասես քո perspective-ից, որովհետև օրինակ չգիտեմ, պրիմիտիվ հակառակ սեռի ներկայացուցիչները իրանց իմ հետ մի պատեռնով են պահում միշտ։ Այդ միշտ նույն պատեռնն է։ Ու կապ չունի դրանք իմ ընտանիքի անդամներն են, իմ պլիմյանիկներն են, դու ես, չգիտեմ, ինձ թվում է ինչ որ մի ձև մի բանով, ինչ որ մի ձև կարդում են, մի էներգիայով, մի հարթության վրա կարդում են ոնց պիտի պահեն, դες դրա համար կան աղջիկներ, ում որ ուզում ես օգնել, կան աղջիկներ, ում որ ուզում ես պատմես կյանքդ, կան աղջիկներ, ում հետևից որ դու ես գնում, ում որ դու ես քո հետևից տանում։ Մտածում Կամ էլ եմ, փախնում ես իրանցից, չէ։ ամել Չես փախնում ես։ ուզում Հա, առնչություն։ աղջիկներ կան, նայում ես են սիրուն, սաղ դզած փչացա, բայց չես ուզում հետը շփվես։ Կամ հետը մի բառ խոսում ես, ուզում ես փախնես։
Սենց եմ մտածում եմ, որ հա, պրոյեկտում է մամայի հարաբերությունները ամեն դեպքում կնոջ վրա, ահագին չափով, բայց նաև մտածում եմ, որ ամեն աղջիկ եւ ամեն կին ինքն է թելադրում իր հետ ոնց կարելի է։ Դե Ու որ թելադրումը առավոտը վերականում ասում է, Ջանիկս իմ հետ տենց չի կարելի, չնայած կարա հենց այդ բառերով էլ ասի, բայց պրոստը իր վարքից դու հասկանում ես։ ամեն բան արդեն։ Հա, Ահա։ ինչ ասիր։ Դե ես կիսում եմ քո կարծիքը։ Իսկ ասենք, որ նայում ես քո շփումները, դու զգում ես, որ քո կողքինը մի քիչ shape է անում, դու քեզ ոնց իր հետ կպահես։ Այ, դա մենք խոսել ենք արդեն անցած էպիզոդի Հա, ժամանակ, որ ես այդ էլ մասը մի քիչ խոսել ենք այդ ռոմանտիկ բաների մասին, բայց խոսել ռոմանտիկայից ենք է։ այդ ամենին։ Պրոստը չէ, հոգեբանության տեսանկյունից եթե մենք սա դիտարկենք, ըմ, այսինքն օքեյ կլինի, եթե ես իրան shape հանեմ, հա, Չէ, հակառակը ինքնա shape անում ձեր հարաբերությունները։ Ասենք հարաբերությունների, չգիտեմ, ոնց քեզ իրան հետ պահես, ինչ դեր հարաբերությունների ինձ տարբեր պատասխանես։ տեսակներ կան, հարաբերությունների տարբեր տեսակներ կան եւ Դե արի հենց հարաբերություն խոսենք որտեղ աշխատանքային, անձնական, ընկերական։ մենք չենք խոսում դրանց մասին, ես խոսում եմ հենց անձնական հարաբերությունների մասին, ու Ուհ, դրանք տարբեր են լինում, ուհ, օրինակ հարաբերություն, որի ժամանակ տղեն ասողն է, ուհ, հարաբերություն, որի ժամանակ տղեն լսողն է, ու ուհ, հարաբերություն, որի ժամանակ երկուսն էլ խոսում են, իրար լսում են, որ ես ավելի adekvat եմ ուհ։ համարում խելքին մոտիկն է, որ մեկը մյուսին պիտի լսի։ Եթե դուք իրար լսել չգիտեք, մոռացեք այդ հարաբերությունները, обречены на провал։ Իսկ ես կվաշը մտածում եմ, որ եթե հարաբերությունները հիմնված են սիրո վրա, իրանք միշտ իրար լսում են, որտեվ անգամ ամենայն ուժեղ տղամարդն էլ, այն ալֆա սամեցն էլ, ինքը երբ որ սիրում է, ինքը լսում է, չէ ալֆա սամեցներ, գրեք Հա, մեկնաբանությունում։ բայց յոգում ես մենք անցած ոդկասթի էպիզոդը ոնց որ շարունակենք։ Լսի հա կներեք ժողովուրդ, Շարունակենք, անեմ գարուն շարունակենք, է։ թե մենք անցնենք մեր այն մեր որոշած թեմային։ Արի Ինչ անցնենք կա։ մեր որոշած թեմային, Հա, որովհետև այն անցնենք։ արդեն լավ ասացինք, լավ սպառեցինք։ Ինչ էինք որոշել թադ։ Մենք որոշել էինք խոսել ֆիլմերից, երաժշտությունից եւ ընդհանրապես խոսել մեզնից որպես Մեր ուսուցիչ ճաշակից երաշտական։ լինելուց բացի, հա, ուսուցիչ լինելուց բացի մենք նաեւ անznավորություններ ենք, անհատականություններ ենք, որոնց պետք է իմանալ, ինձ թվում է։ Դավայ, դավայ։ Արի բլից հարցեր դուք ունենաս, դավայ այդ բլից հարցերը իրար տանք։ Արի դու սկսի այդ հարցերը տալ։ Okay։ Այս Երկը, անգամ երկը, որը որ դու մի շաբաթ ամեն օր լսում ես։ կոնկրետ հիմա թե ընդհանրապես Հիմա, որ եղել այս է տենց։ ընթացք, այս ընթացք, հիմա, now like, 2025-ի մարտի առաջի 10-օրյակ։ Billie Eilish Wildflower։ Ինչ հիշում ես 3 ամիս հետ եմ լսում ամեն օր։ Ու Okay։ գիտես լսելուց ոչ թե ես ուղակի լսում եմ, այլ sense դե ես երաժշտության հետ մեծ սերուն եմ sense ասեմ, շատ եմ սիրում երգել, դու ինքդ ականատես ես եղել իմ ստորիներին։ Տեսել եմ ինչքան լավ ես դու երգում։ Ամ, Ես ոչ թե լսում եմ, ես նաև միաժամանակ իր հետ երգում եմ ու տեղ-տեղ բեք վոկալները sense փորձում եմ հասցնեմ այն կատարյալ վիճակից sense կրկնում եմ, էլի, որ sense ապրում եմ ես այդ։ Ահա։ Ես ուղղակի չեմ լսում երգը, իմը չի այդ։ Հիմա մերոնք որ ասում են, ես երգ սկսեց, այդ նշանակում է ես երգը միացրել եմ ու երգում եմ, չգիտեմ, այդ կլինի բեկերը կլինեն, այդ կլինի հենց ինքը, հա։ Wildflower by Billie Eilish. What Վայ, about you? Քո ասած քո լսի, երգ։ ես հիմա լսում եմ մի երաժշտություն, որը որ ես առհասարակ չեմ լսել, իմ տեսակին մոտիկ չի, բայց ես մոտ եմ լսում հիմա։ Մոտ ու այս վերջի ընթացքը անդադար լսում եմ մուրաշկմի, մեկ էլ когда мужчина влюблен, շատ ակնհայտ պատճառներով ու ինձ մի տեսակ դուր է գալիս մոտի տեքստը, ինքը ոնց է գրում ու դուր է գալիս, որ ոնց է ինքը երգում, ինձ նորարար է թվում, գիտես դու դրանք։ Ես այդ երգերը չգիտեմ, չնայած կարող եմ լսեմ, ասեմ, օ, լսել եմ, բայց չեմ կարա ասեմ։ Ես մոտին
Ես իր ձայնն եմ սիրում, բայց որպես արտիստ ինքը իմ համար տեսք չունի ընդհանրապես արտիստի թող, չգիտեմ։ Մгм. Լավն է, ինքը լավ երգ ուներ Կապկան։ Հա, կապկաս դեպս։ Ես էլ եմ լսում ժամանակին։ Կամ раскрытые мы раздеты, հիմա այդ երգը որ կար։ Ապրես հիմա չգիտեմ, մոտ տարի կամած, մոտ տարի։ Քյարթու Լսես հայկական ես լսում։ լսում եմ ես հայկական, կակրած ես Օրինակ, օրինակ, հիմա տենց ես քեզ կզարմացնեմ, իմ ընտանիքի անդամները, եթե ես ոդքասթը նայեն կզարմանան, ու իմ ընկերները հատկապես այն ընկերներում հետ, որ ես գնացել եմ Սկորպիոնսի համերգին, ես հիմա շատ եմ լսում Հայկո, օ, բայց լսում, Հայկոյի որ կոնկրետ երգեր, որոնք որ տենց շատ իմ մոտ հոգեվիճակիս մոտ են, ես վերջապես սկսել եմ այդ երգերը հասկանալ, հավատալ այդ երգերին։ Երեք առաջի օրը ահագին Էլվինա եմ լսել, շատ եմ սիրում։ Մակարյան չէ, Հա, Էլվինա շատ եմ։ Մանգարյանին շատ եմ սիրում, Չգիտես հատկապես ինչի, չգիտես ինչի, ոնց որ ինքը ես ահավոր underrated է, էլի, ահավոր underrated է։ որ իրան լսում եմ, իր երգերը, ինձ չգիտես ինչի, ոնց որ ես տեղափոխվում այդ Երևանյան Սունի կյանք։ վերջ, չէ։ Հա, ես չեմ ապրել, չգիտեմ, բայց ոնց որ ինձ Երևանյան vibe-ը տա, ես չեմ հասկանում ինչի կապված դրա հետ, բայց չեմ ես իր մասին անգամ այդ հաղորդումն են նայել։ Ես էլ եմ ա, նայել, հա, սիրում եմ։ Լսի, մեկը գիտես, ում եմ սիրում, դե ինձ ճանաչողները գիտեն, որ ես Ֆորշին եմ շատ սիրում, Ֆորշի երգերից շատ սիրում եմ։ Էլի ինձ շատ մոտ է Ազատության անունն է Սեր տողը։ Հա, Ունի մի հատ շատ լավ երգ, այսօրվանից է կոչվում, չգիտեմ, գիտեք, չգիտեք, երևի չգիտեք, շատ պոպուլյար ինչի սիրում եմ։ Իր համերգին մի քանի անգամ եղել եմ, այն որ ակումբային sense տետ-ա-տետ լսել եմ իրան, երեք անգամը, որ հստակ հիշում եմ, ու մեկ էլ գիտես ում եմ շատ սիրում, ռեինկարնացիային, Ռոլանդին եմ սիրում, իր բոլորին կորացնում։ սիրունությունը, իր մտածելակերպը, ու ինքը ունի մի ֆանտաստիկ երգ, որի բառերը ոնց որ թե ես գրած լինեմ, կոչվում է «Կանցնեն օրեր», ու այդ կանցնեն Տարին։ օրեր, տարիներ, ու այդ երգը ունի սիմֆոնիկ նվագախմբի հետ Գյումրիում արած մի հատ կլիպ, չգիտեմ, պաշտում եմ այդ երգը, ոնց որ ես գրած լինեմ։ Սիրուն եմ մազերդ, մի մտածի։ Իսկ դու լսում ես հայկական, բայց գիտես, տենց քյարթու բաներ էլ եմ լսում, տենց Ես չմտածել։ քեզ կասեմ, ես կասեմ ու թող բոլորն իմանան, որ այո, ես լսում եմ հայկական ու ես այն մարդկանցի եմ, ովքեր լսում են թաքուն, ես կարամ այդ ստորի անեմ, ասեմ, որ ես այդ երգը սիրում եմ։ You can't judge. You can't judge. Ջաջանողին ջաջան ենք, ասա, ինչ ես լսում։ Judge. I pronounced words correctly. Երբեմն լսում եմ Լիլի Թովանեսին։ Դա Ես իրան շատ եմ սիրում։ Ես կասեմ ինչի եմ, savage, ես իրան շատ սիրում։ savage, okay. Ես կասեմ ինչի եմ իրան շատ սիրում, որովհետև այն աճը, որ ես տեսել եմ իր մոտ, որպես արտիստ հայ սուպերստարից միջև այսօր, ոնց են ասում, չեմ կարող բառը ընտրեմ, կոլոսալնի ինչ-որ մի փոփոխություն է իր մոտ եղել, ինքը այդ վաղտվանից շատ աճել է, ես չեմ խոսում իր աշխատասիրության մասին, իր կլիպների մասին, իր երգերի մասին, որ իրանք viral են միշտ լինում, միշտ, Հա, չկա մի երգ, որ համաձայն viral եմ քո հետ։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Ես ճիշտացած Լիթովանեսյան չեմ լսում, բայց մեր կարաոկե փարթիների իմ ընկերների հետ, որ մենք գնում ենք այդ համերգի ժողովրդով, մենք այն անգամ կակրած երգում էինք Լիթովանեսյան, իրանք են երգում, ես չէ երգում։ Ու գիտես, ես մտածում եմ, որ շոու անելու տեսանկյունից իր շոուների մակարդակի շոու մենք չունենք հայկական էստրադայում։ ունենք, ունենք, ոչ մեկ Ու իմ համար ինքը դիվա է, սենց հիմա սենց շատ կտրուկ բան եմ ասելու, բայց սենց ինքը Բիյոնսեի level-ին է ձգտում, այդ իրա I know, դիվա։ right? Դրան մի քիչ մոտենում է Իվետան, Ну, մի քիչ չէ բայց դաժե դա կարելի
հավասար ինչ-որ բան կա Հա, իրանց բայց մոտ։ իմ համար Իվետան, ես իրան շատ բան եմ վերաբերվում, adekvat եմ վերաբերվում, բայց իմ համար Իվետան ինքը սենց շատ բրուտալ սեքսուալ դիվա է, Լիլիթ Հովհաննիսյանը սենց ավելի նյաժ դիվա է, ու ինքը սենց ի սկզբանե ինքը բանա չէ, զույգի որպես մասա, հա, то есть բոլորը գիտեն, որ ինքը Վահրամ Պետրոսյանի հետ էր, նու հիմա չգիտեմ, իրար հետ են թե չէ, հույսում եմ իրար հետ են, то есть Հա, то есть այդ տանդեմը, то есть իրան անմիջապես ընկալում ես որպես հենց ֆուֆուշ աղջիկ, էլի, իսկ Իվայի այդ ավելի մի հատ լավ բառ ասա։ Ну, в общем, Իվետայի մասին խոսելուց մենակ այդ սեքսուալ բառնա հա, մտքի գալիս։ սեքսուալ բառ, որտեղ ասենք Հա, հայկական շոու բիզնեսում մենք չենք ունեցել ուրիշ երգչուհի, ով որ կլիպի մեջ six pack-ով տղու գիրկը նստում ու իրան էկրանին վրա համբուրում է, то есть մենք չենք ինչ ունեցել բանի այն նկարի, որ երգի հետ ես դու։ բայց գիտեմ որ տենց կլիպ եմ տեսել իրանից։ Երբ այդ գիտես ոնց էր կոչվում իր երգը ինչ like a flower, Չեմ ինչ անում, like չեմ անում, բայց ասենք Լիլիթ Հովհաննիսյանը տենց չի էլի։ Իրանք տարբեր են։ Okay, Բայց երկուսն էլ դիվայոտ են։ մենք խոսեցինք իրանց նրանց մասին, ում սիրում ենք ու լսում ենք երբեմն, Okay, ում չենք սիրում։ Ես զգում խոսենք ում չենք սիրում իրանց մասին։ okay, Անդրեն վրես Ահ, ազդու։ ով Անդրեն։ Անդրեն մի հատ երգ ունի, որի տողերն եմ ես սիրում։ Մենակ բանաստեղծությունն եմ ես սիրում։ Ոնց էր կոչվում։ ը, Ես մի փոքրիկ նույնս աչքի ոնց էր կոչվում այդ երգը։ Դա դու գիտես ես Անդրեի մեծ ֆանատկան էի, երբ որ ինքը նոր եկավ։ Ու այդ ժամանակ կային Անդրե ու Արամեի ֆանատկաներ, ես չէի կողմնորոշվում, որ նա իմ հոգուն մոտիկ։ Ու գիտես այն ժամանակ սենց ինչ-որ թոփ շքերթներ կամ բաներ կային հմեկով կհիշես։ Ու Կոպտաս բան։ ահա, ու մի հատ այն որ սենց կլիպեր չէր, իրանք սենց գնում էին համերգային նկարում ցույց էին տալիս, ու կար Սերես ու մի կյանքի երգ, որ շատ-շատ էի սիրում, ու տես լիքը երգեր Անդրեի Վարդուհու երգը, Վարդուհի Վարդանյանի բան։ Վարդի Վարդանյանը։ Զիտեր, չէ։ Հա, տենց շատ հալերիվ։ Ու հիմա, որ ես տեսնում եմ Անդրեի սոցիալական կերպարը, հանրային կերպարը, ընենց ա վրես ազդում, ոնց որ ես աշխատեմ, ինքը իմ փողերը ծախսի, բայց ես Այո։ անհատական եմ եղել։ Ամ ես կասեմ մի բան։ Չեմ լսում Թաթուլ Սպիտակցի Հայկո, Ոչ լսում դա խորամ լսելու չեն։ Լսում եմ Դրանք լսելու Թաթա, են։ լսում եմ Թաթա, Թաթայի լիքը երգեր, հատկապես քեֆերի ժամանակ ես այն որ առաջինը մեկը թռնում է ապարելու բոլորը հետևից, այդ ես եմ ու ես շատ եմ սիրում Թաթայի տակ ապարել, շատ։ Լսի, բայց սպիտակցի Հայկո Թաթու դրանք հարսանիքի երգեր, դրանք պարելու երգեր են, որոնք բոլորը պարեն, ես կհելեմ կպարեմ, բայց իրանց կյանքում չեմ լսի անկապ, նու ազատ ժամանակ ես չեմ միացնի իրանց անկապները։ Լսի, ազատ ժամանակ տենց էլի տենց կլկլոց հոտ, լսում եմ ահագին ժամանակա Սարո Թովմասյանի Սերը քեզ կտանի երգը, գիտես այդ Սարա երգը։ Թոմաս Սերը մեզ կտանի, նա նա չէ, նա չգիտեմ։ նա նա Չէ, նա Էդի իմ պլիմենիկի 30-ամյակներ դեկտեմբերին ու այնտեղ ռեստորանում այդ երգը երգիչը երգեց ու տենց ինձ դուր եկավ այդ երգը ես տենց եկա տուն գտա այդ երգը ու տենց միջև մա երգով դուրս գալիս է այդ երգը կոնկրետ Okay, ելով ազդում վրետ։ Ըմ, սուպեր սակոն Լսի, խնդրում, իր մասին կարա ինչ խոսենք, ես եթե ազդում ավրես ազդում ավրես Սիրուշոն վրես չի Սիրուշոն վրես չի ազդում բայց նենց միանշանակ չի վերաբերմունքը իրան Կան երգեր, որ ես շատ հավանում եմ ու տենց լսում եմ բարբերաբար, բայց կան երգեր, որ ակնհայտ պլագիատ են ու ինձ զուր չեն գալիս, բայց տեղ խնդալուն են, որ մենք իրար հետ սովորել ենք երաժշտականում, ես չէի ասի, որ մենք բեսթիներ ենք եղել, բայց մենք ունեցել ենք communication, մենք սովորում էինք Սայաթ Նովա երաժշտական դպրոցում 1997 թվականին ենք իրար հետ սովորել, Սարիսա Աշոտովնայի դասարանում սոլֆեջոյի ու ես նենց հիշում եմ, որ ինքը եկավ նստեց բան, սենց նայեցի, տիպը ով էր բան, սենց շատ աչքի չընկնող էր ինքը, իսկ ես շատ աչքի ընկնող էի, ու սենց շատ անշնորհք էր, սենց յանում էսա բան, հետո ինքը ինչ որ դուրս եկավ գնաց, թե ինչ,
Սարսաշտովնան նայեց ինձ, ասեց Անի, դու տենց մի արա, դու հիշի իմ խոսքերը, ինքը շատ հայտնի է դառնալու շատ մեծ ապագա ունի, ինքը երգչուհի մամայի ու դերասան պապայի աղջիկ է, 98 թիվն էր, հիմա 2025 թիվն է, Սարսաշտովնա была права, բայց նայ, ինչ որ բաներ կա, որ ինքան ինձ շատ է դուր գալ, ինչ որ բաներ կա, որ ինքան вообще դուրս չի գալիս, բայց որ սենց ասեն աղջրանակ կմիացնեմ կլսեմ, չէ։ Նույնն էլ էմի համար։ Ինքի երգեր ունի, որոնք Սիրուշոյի երգերը ես կարամ միացնեմ հատուկ այն երգեր են, որ կլսեմ։ Հմ, Ես սիրում եմ իր աշխատասիրության համար ու Հա, հա, գիտեմ ինչ է շատ դեպքում, որ կազիրոգ է, Հա, շատ դա կազիրոգ։ հին իրա մեր բոլոր հին երգերը, որ ինքը նոր շունչ ա տվել, ինչ որ հատուկ ալբոմ ունի Արմատ անունով, կարծեմ։ Հմ, Ես դրա համար իրան հարգում շատ սիրում չնայած Հա, ես իրան follow մեկը ժամանակաժամանակ follow unfollow եմ անում։ Խոսեցինք Էմի մասին, Էմիի բնակ կամուրջները երգն եմ սիրում։ ես է։ Մեկ էլ ին երեխա է, Եվրատեսիլյան իր երգերը բում բում չակա չակա է դիրեկտն է, Իսկ բայց Էմին ինքան մի որ տեսակ նյարդային է, ինքը սենց մի տեսակ ջղաձիգ է։ ոչ թե Հիմա ինքան նյարդային ներվային է։ չգիտեմ ներվային չի, բայց ես իրան ինքի աչքից ընկավ, երբ որ ինքը X Factor-ի ժամանակ Սյուզաննա Մելքոնյան երգչուհի կա ունենք է մի հատ Գիտեմ, գիտեմ։ իրան ինքը ուղակի կտրեց նրա համար, որտեվ թող ուրիշները առաջ գնան, դու արդեն ինչ որ բանի հասած, այդ մարդը Հա, ոչ մի բանի չէ հա, այդ այդ հայտնի ժամանակ, case, գիտեմ այդ case-ը, հա, բայց ասենք այսօրով որ նայում ես եթե ինձ ասեն Սյուզաննա Մելքոնյան թեմերը, ես կասեմ 100,000 անգամ Սյուզաննա Մելքոնյան, Լսի, ես որտեվ Սյուզաննա Մելքոնյանին գնացել եմ կենթանի լսել եմ Յանզ ակումբում, ինքը հա խզարում է։ Ինքը գիտեմ երգել է երևի 13 երգ, ես երաժշտական կրթություն ունեմ, ես երգել եմ, հա, կստացի, fun fact about me, ես երգել եմ, հեսա կասեմ, լավ, երգչախմբում դասական երգեր, դու էլ չգիտես, թատ, ես երգել եմ Սայաթնովա, ես երգել եմ Սուսերով պար, ինչաշտակ ուսերով պար երգել, պա, տենց ենք երգել, ու երգել եմ Alice in Wonderland musical-ից հատվածներ անգլերենով, այդ 2000 թվի բան եմ քեզ պատմում։ Ու ես ասենք այդ կրթությամբ լսում եմ Սյուզաննային, ինքը շատ մաքուր է երգում, շատ բան է երգում։ Ես դաժե իր հետ mutual ընկերներ ունեմ, բանման, տենց բարեկամներ իր բարեկամի ընկերներ, բայց ինքը իմ կարծիքով արդեն չափը անցավ այդ դրամատիզմի, որ I will prove you, I will survive, այդ մոմենտը, ինձ թվում է ինքը դրա վրա սարքեց կարիերա, որ ինձ կտրեցիք, բայց ես հասա, ստացա, ինքը պրոստը այնքան կայացած երգչուհի է իմ համար։ Չգիտեմ, եթե համեր գլնի Սյուզաննան կամ մի հատ ինչ որ հայ, Այսօր չէ։ մի բա Նա, Ազիզ, բարև, hello Kitty։ այսա կգնայես, բայց չէ Հալո, էգոիստի դրա հեսա, դե հիմա։ Astrologically շատ կայֆ է, որ դու որպես Leo ունես կատվազգի տանը։ Support է անում։ այ Մեջի ինքը astrologue support է անում քեզ։ Հա, ոչ ուզում ասեմ այո Սյուզաննա Մելքոնյանը ժարիտ է անում, ինքը բոմբա, բայց ինձ թվում է ինքը overly dramatic է իմ համար, բայց ես ինքս իր համերգին իր հետ լացել եմ։ Այդ չի շակում։ Սենց իրար աչքեր նայել եք, ինքը իջնում է, ովքեր գնացել են իր համերգներին գիտեն, ինքը կոշիկները հանում է, սենց գալիս է կողքդ կանգնում է, քո հետ երգում է ու մենք այդ ունեցել ենք իրար հետ երգելու կապը բանը։ Ես երազանք հասցենք ես հաջորդ Հայաստան գալուց ես իր համեր գետրենի պիտի գնամ անպայման Լսի, ես այնքան շատ եմ համերգների գնում, հետից լիցքավորում է։ Ես օրինակ հիմա ինձ հարցրա իմ կյանքի լավագույն համերգները։ Ես քեզ top 5 տամ։ Ո՞րն է կյանքի լավագույն համերգը Շնորհակալություն, նաբրասիլս։ Լավ, դե որ պնդում ես։ Ուրեմն 5-րդ հորիզոնականում է Լիանիդ Ագուտինի համերգը Համալիրում, որովհետև ես սիրում եմ Լիանիդ Ագուտինին ու ես դեմը կանգնել էի հետը երգում էի, Լիլիթի հետ էի գնացել, պրիվետ Լիլիթ, այդ շատ լավ համերգ էր։ Երկրորդը մեծ բավականություն եմ ստացել, կարամ դասական բաներն ասեմ, թե մենակ համերգներ, օպերաներ, Կոր okay, երբ որ գնացել եմ Վիեննայի օպերայում, Ազիզ, կարող գաս ուսի ինտերնետ, Ariadne of Nixon օպերան եմ նայել, շատ տպավորված Վիեննայում, տենց շատ վաու, երրորդ հորիզոնականում կլինի
Ամ, Էրիկ Էգլեսիսի համերգը Դուբայում, որովհետև բայլամոս, բայլանդո ու տենց բարելու հետ կապված տարբեր բաներ, շատ հավես էր, որովհետև լիքը մարդ, 15,000 հոգի ապարում էին, լավ չէր, որ 15,000-ից 10,000-ը սթափ չէին, բայց դե ոչինչ, երկրորդ հորիզոնականում իմ սիրելի Սկորպիոնսի համերգը Աբու Դաբիում, դա պրոստը երազանք էր ի կատար ածված, որովհետև լրիվ ուրիշ մարդիկ էին ընդեղ, լրիվ ուրիշ որակի սթափ ռոքսթար ձյաձյաներ էին 50-60 տարեկան, 70-80 տարեկան ու այդ շատ հավեսը պլյուս դե բոլորդ գիտեք, որ ես ընդեղ ձեռք բերեցի ֆանտաստիկ ընկերություն Սկորպիոնսի հետ որ մենք անում ենք փարթիներ պարբերաբար եւ առաջին հորազանականումը դու գիտես Մանչեսթերի Hertz խումբը Somebody to Die for երգը որ ունեն Թադ սարել ես Թադ սպասենք տեսնենք թադը հետ կգա թե չի գա Թադ Hello Где ты Թադ հետ եկար Իսկ ասենք էսի չէր։ Չգիտեմ, իմ մոտ էլ էր տարօրինակ freezing, բայց recording-ը շարունակվում է, ես Շարունակվում է։ հա, շարունակվում է։ Այո, եղել է Ես լեգենդար Սկորպիոնսի համերգին սթափ մասա էր, ես էլ ուզում եմ ասել, որ դու գիտեր, որ Վոլգոգրադում եկել է Սկորպիոնսը ժամանակին երգել է։ իսկ դու գնացել ես իրանց համերգին։ Ես էլ չեմ ապրել այդ ժամանակ։ Ես ապրել եմ Հայաստանում, Արետ քաղաքում։ Հասկացա, Արարատին ողջույններ։ Լսի, իրականում Սկորպիոնսը շատ թույն էր, բայց ես ասում եի, որ ամենալավ համերգը իմ եղած Hertz-ի համերգն է Երևանում։ Լուրջ ես ասում, ես իրենց երգերից մի երգ գիտեմ, Never give up is Stay, better. Stay-ը, Stay, Հա։ շատ եմ սիրում, շատ եմ Լսի, սիրում։ իրանք Մահալայ։ Թեոն բոմբա, вообще իրանք շատ լավն են ծիտեն, շատ, ու երբ որ ես ասա, որ իրանք գալիս են Երևան, չես կարա պատկերացնես իմ երջանկությունը, ու այդտեղ շատ միստիկ բաներ տեղի ունեցան, հետո զարագրությունից առանձին քեզ կպատմեմ, ը, ինչ հետաքրքիր բաներ տեղի ունեցան, ոճա, 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 Չի կարելի, որ մա վգրկեմ բերեմ, սա կարող ես sense չգիտեմ, ունի ուտի տեղում, կոչ։ Այսօր գիտես ինչ է լավ կներես շահային թեմայից մի բա։ Պարկած է դիվանի վրա, sense բզբզում եմ, մեկ է խաբար sense չհասկացա ինքը դե вообще որ լինում է, այդ ինքը չի նայում դեմո ով է ու ինչ է, ինքը վազում է դրա հետևից։ Բլոճեր, ինչ է որ կարմիր բլոճներ են էլի լինում սովորական։ Այդ բլոճներից մեկը վրաց վայրեջ կատարեց ու դրա հաջորդ վայրկյանին բիբոն վրաց վայրեջ կատարեց եղունգներով։ Պատկերաց, այն կարգի որ մի ոտը սս ճանգրելով իջելա ցած։ Քո Տիպո, կատա deal with it։ Իսկ մայմամ ձերքիդ վրա վայրեջ կատարել։ Ոբշեմ ինքը Հերցի համերգը ֆանտաստիկ էր թաթ, հիշացրա վերջացնենք ձայնագրությունը, քեզ պատմեմ ինչ հանդիպումներ եղան, քեզ դուր կգա, դու սիրում ես դրամա։ Ես մենակ էի գնացել Հերցի համերգին ու այնքան մեծ բավականություն եմ ստացել, երևի կեսը համերգի լացել եմ երջանկությունից, Սկորպիոնսի համերգն էլ եմ կեսը լացել երջանկությունից։ Դու Դու գնացել ես համերգների, այդ քո համար կարևոր է։ ես համերգների չեմ եղել։ Вообще։ Չէ, ես եղել եմ, չեմ եղել պատկերացրու, չի առիթ հանդիսացել։ Ինչ էլ եղել է որ պիտի լինի ես տեղ գնամ, այստեղ cancel է եղել։ Զուտ։ Tell me Բայց about ես that. ես հիմա եթե հանկարծ ես Հայաստան գամ,
Հանկարծ։ Ասեմ երբ ես գալու, թե թողեմ քո համար ապրես։ Ասա, խնդրում եմ ասա, քո ասածը լինում ասա։ Ասա, ես լուրջ եմ ասում, ասա։ Կարաս մայիսի վերջ գաս կամ սեպտեմբեր։ Okay, Okay։ Որ գաս Հայաստանում համերգին կգնաս։ ով որ լինի այդտեղ, բայց իհարկե դա տեղի մեր արտիստները կլինեն։ Իվետա Մուկուչյան, Ըհը։ Մելքոն Գեթելինի միանշանակ այդ առանց մտածելու։ Լսի, հիմա հայկական ժամանցի վայրերը Երևան ու Երևանից դուրս այնքան հավես, այնքան հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում։ Բայց մենք խոսեցինք քո համերգների մասին ու ես չխոսեցի այն արտիստների մասին, ում չեմ սիրում։ Պատմի, Ում ինչ ժամանակին դիլոմ։ ում ժամանակին ես լսել եմ։ Օրինակ, ովքեր են քո անդրեները։ Ֆակտ, բան ֆակտ, ես ժամանակին ասելով 10, 11, 12 տարեկան հասակում խենթանում եմ Սիլվա Հակոբյանի համար։ Չնայած մինչև հիմա իր գիշերե երգը ես երգվում եմ Ոչինչ այնց առաջին դարձ է ու անգամ։ անցեր, հեռացել ես ինձանից, ցավսել երկել են գետի։ Իսկ հիմա ինչ Էդ սիրում ես։ իրան ես չեմ լսում, հիմա չեմ կարող ասեմ չեմ սիրում, բայց չեմ լսում, որտեվ նու նիմայո։ Okay։ Ում չեմ սիրում ես։ Ում չեմ սիրում։ Մ Ինչ բարդ ասել որ ես հիմա ահա որ անտարբեր եմ Սոֆի Մախյանի հանդեպ։ Like who's that? Այդ կարգի ինչ-որ վիճակամոտ ես։ Չգիտեմ ինչի, բայց որ ասեմ տենց չեմ սիրում երևի մենակ ինքն է որ ասես մտքիս եկավ։ Իսկ ով է հայ երկիչ Լսի, երգչուհիներ։ իրենս սխալ լինի, ես նորերը որ կան ասենք Տաթև Ասատրիաբան, ես ոչ թե չեմ սիրում իրենց, այլ ես ուղղակի չեմ ուզում դաժե իրենց լսեմ, առաջին դաժե չեմ ուզում։ Ու չեմ հասկանում մարդկանց այն կլասին, որ Արկադի Դումիկյանի համար գրվում են։ Ես օրինակ մամաս սիրում իրան, Вообще ին չգիտեմ, ես կամներս որ մարդկանց սիրում չգիտեմ, ընդհանրապես չգիտեմ ոչ ոքի։ Արկադի Դումիկյանն ով լինի որադի հայա ինքը, ստեղից է եղել, Ես բայց հիմա գիտեմ ինքը իր սարերով ձորերովը։ Տաղ աշխարհում եք հայտնի ինքը հայ երկիչ հասնենք այդ կարգի, բայց ես չեմ հասկանում իր հանդեպ այդ ֆանատիզմ ունենալու, ֆանատ լինելու այդ Լսի, ես մորուք այդ Ռուսաստանի հայերից սիրում էի շատ Սևակին, ես իր համերգին եղել եմ Երևանում, շատ լավ համերգ ա եղել։ Մգերին էի ես սիրում, երբ որ ինքը նորմալ տղա էր, նորմալ քթով երկար մազերով ու մերի լակերով երկերն ենք մենք երկում փոշիներով։ համերգների ժամանակ Ես քեզ հին բան եմ ասում, 15 տարի առաջ, այն Հայաստանի ժամանակ բան, ինքը տենց, ապրես այդ Հայաստան երկը չէ, հա, մենք երկում շատ ենք նորմալ տղա համերգների էր, էլի, ես տենց շատ սիրում էի իր չէ, համերգիները։ եղել որ հիմա ասենց ինքը կուտա он покатился, չհասկացա, ասենց ինչ որ Չեմ անում, իրան վերբով կային արա, ինչ են արել, մարդ ոնց կարա տենց տաղանդավոր բրնձի։ լավն էր անի, չեմ ասում։ Ինչ տենց հիմա բաներ ա դուրս տալի։ Ես չհասկացա ինքը իր վերնահարկը չկա, տարածա, ինչա, որ ինքը այն կարգի բաներ է post-ում իր Facebook-ում, ու որ ես ասում, այս մարդը ոնց կարա լինի այսքան տաղանդավոր, բայց ասածքես բրնցի կրկնի չէ։ Բայց այն, որ ինքը Նովոյ Հայաստան երգը խզար, Է, it goes without saying, he just nailed նշանակ, ինքը տաղանդավոր է, իր դիապազոնը տղամարդու համար շատ մեծ է։ it։ Մենք խոսում ենք երգիչներից, բայց մենք sense երևի խոսանք, հա կխոսանք ու կխոսանք։ Ուզում եմ ասել, որ ես երևի sense կոնկրետ երգչի չկա, որ չեմ սիրում։ For fun, Գրիշան կարա մեր մի օր մի հատ ձևեր անի դու լսես, ու մեր ասում եմ բլես։ Նունե Եսայան, աղջում դու երգիր քո երգը։ Այ Լսի, դու պիտի մի ես օր ուզում էի ասել Նունե Եսայան, տես Նունե Եսայան ունի մի երգ, որ ես շատ եմ սիրում, 94 թվի երգ է երևի, ինքը դեղին խուճուճ մազերով, կլիպն եմ հիշում, սպիտակ վերխով երգում է, բայց հիմա մորթես չեմ հիշի, ես դա VHS կասետով էի նայում ու մի հատ սպասի գտնեմ, խելագարվում էի այդ երգի համար, բայց դեր ինքը լսի ուրեմն մի անգամ համերգի էի գնացել ու համերգի լույսերը տարան ու նույնն սկսեց ակապելա երգել ինչ որ տենց իր հերթական բլոկբաստեր երգերի բանը չէ։ Բայց գիտես,
Ես ժամանակին երևի հարգում էի, թե նույնը հես։ Չէ, հիմա որ ասեմ չեմ հարգում, սուտ կլինի, պրոստը գիտակցում էի իրանց հանդեպ իմ հարգանքը, հա, սենց կար իմ գլխի մեջ, ես իրանց հարգում եմ որպես երգիչներ, բան։ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյան, Ես Այդա Սարգսյան, չէ, ես հա, չգիտեմ այդ Այդա Սարգսյանը խիտ են իրան գցեցին սշիտով պրոստը գցին գնաց ինքը։ Իր ինտերվյուները որ նայում ես, ինքը լավ բաներ չի ասում, էլի, չէ բիբո։ ես քեզ ասեմ Բիբո, մենք մեր կարաոկեին Այդա Սարգսյանի կռունկներն էինք երգում, շտոպ դիզնալ, մեկ էլ Թաթա Սիմոնյանի Երևանի աղջիկների, մեր տղերքն էին երգում այդ երգերը։ Հա, հա, կոնկրետ տեսել ես ստորիները Ահա, Instagram-ում։ տեսել եմ, իհարկե։ Համայնքը ողջունում է ձեզ։ Ահա, Բաներ էլի, it was such fun, such fun, բայց հանուն է Եսայանը իստում է ինքը պրոստը տոտը պաշտոնի տակ։ նայ, ասեմ ինչ է ես ուզում քեզ ասեի։ Նա բիբոյի լուրջ մռութը նայել, ինքը կոնկրետ ուսում հասկանա ով եմ ես իլե։ Դեսի ինքը բարձապես ինչ-որ մի հատ սև կետ ա տեսել։ Ի- Ինքը մի հատ որ հանկարծ փուչուր բլոճ ա տեսնում, ինքը չի ուր հասնում կադրներով, ասես խփում, սատկացնում, ուտում։ Ինքը կարա ժամերով այսպես այդ կետին Դե նայի, բայց ինքը միջև որ այդ ինձ ա նայում, կարող է ինձ բլոճի տեղադրես, հենց նայում ա, այս պահին է, բայց մի քիչ Որ արդեն նայ, գիտեմ թողին քեզ տենա։ Պետք է վայ, անինեք։ ուտելիք ա, արի հլը։ Գցումա, մի րոպե հələ։ Բի, Հատ գնաց այդպես բիբոյի հետևից, հիմա օյ, օյ, ձայներ էր լսելու և չանկրտած թադի մռութ։ չէ, չէ։ Իքիլո, վախ, վախ, ես եմ ուզում, Ոնց կարող ես մոտքի։ Նայ, ձեռները ֆել նայ, պահելա տես։ Հենա, նայ լավ գույներով սազում եք։ Նայ, որ ուզում փախնի։ Գիտես ոնց եմ ես իրան բռնում, տես, այսինքն, հələ մի րոպե, հələ մի րոպե, հələ մի րոպե, մի րոպե հələ։ Ծրերը, Այդ աշկետ կփակես ու կնայես։ սիլեսն եմ կազմին տենց բռնությանի ենթարկում։ Խոց կարելի ա, ոտերի տակա քնում գիշերները։ Իմ սենյակ իրավունք չունի ոչ մեկ մտնի, անգամ ինքը։ Հասկացա, your space։ Մի հատ վիճակ գնայի դրը։ Չէ, լավ ա լույսը, մի մտածի։ Մի հատ վիճակ գնայի, ոնց որ երեխալի։ Ա, Նայ, ինչքան ժամանակ կա, որ ինքը կա։ Օ, Ջոն, վիճակը։ Գոհես դու քո կյանքից։ երկու տարի ես երկու տարի կլինի։ 2023 թվականի ամառ եմ բերե։ Գոհես դու քո կյանքից։ Ես հիշում եմ, որ ինքը պուճուր էր։ Գոհես դու քո կյանքից։ Քեզ թադը լավ ա նայ։ Իհաց լինե, հեսա կասի թադը քեզ ամեն բան։ Սկզբից ուզում ենք անունը դնենք Jade, Ըհը։ որտեղ ինքը շատ գազերագույն էր ու ինքը ասոցացվում էր Մարոկոյի այդ սարերի հետ գազերագույն։ Ըհը։ Հետո ասինք չէ, Բիբո, որտեղ ինքը տեղում թռնում էր, ես կատում ոնց որ պրուրին լներ։ Բիբո, փորիկը, մլութը։ Նայ, ինքը գիտես ծիրպիլա է, իշքան սիրես, sense կբանայինք, այս բայց փոխնորից փոխնում ենք, չէ՞։ Դեսի, ասենք, չգիտեմ, ընտանի կենդանիները ոնց որ կամոչիկ շարժը լինեն, չէ՞, սենց քաշով մեկ։ Ախ, այդ սերոտոնին եւ այլն իրանք տալիս են, քեզ արտադրում են։ Հա, լսի, ես էլ ուզեցա, ինչ որ փեթ եմ ուզում, շուն, կատու, թութակ, Նայ, ձուկ։ լավ նայելու պահով ես իրանին կարգի եմ լավ նայում, որ ինքը ստանում է լավագույն վակցինաները, ինքը չի ստանում ինչ որ բաներ, ինքը ստանում է եվրոպական իմպորտի պատվաստումներ, որ դուրս գալուց կարողանանք դուրս գանք, եթե Որ օրից մեր մարդիկ որոշը։ աշխատում են իրանց շանելի օծանելիքի համար, դու բիբոյի վակցինաների համար ես աշխատում կոնկրետ։ Թադելի սառեցիր։ Okay, ժողովուրդ, մի վարքյան սպասեմ փոզ անեմ, չգիտեմ ինչի է սենց լինում, իմ ինտերնետը վրոջի նորմալ է, երևի իրանն է։ Լավ, փոզ անեմ, հետ գա play կանեմ։ Ես ես մի րոպե տնեմ կարամ ես իմ background-ը վերացնեմ, որտեղ շատ cringe-ոտ է էլի։ Ուր է քո վիդեոն վակ։ Հեսա մի վարքյան ուզում եմ։ Ո՞նց անջատեմ ես background-ը։ I Լավ don't է։ know, I don't know։ Մտածեք նա ինչ cringe-ոտ background ունեմ, լստե։ Բան չի երևում։
Ո՞նց չի երևում, արդեն ես միացրել եմ կամերան։ Չեմ հասկանում, այսօր շատ տարօրինակ է։ Այ հիմա տեսա։ Կրինջ չի, այդ ի՞նչ է, Սան Ֆրանցիսկոյի կամուրջն է։ Զումի կամուրջն է։ Well, ինձ դուր է գալիս ամեն ինչ, որ դու ես ընթացքում գնացիր այնտեղ հասար։ Ինչ էինք խոսում։ Խոսում ենք մարդիկ աշխատավարձ են ստանում, որ Շանել բանանեն։ Հա, դու աշխատում ես, որ Բիբոն լավագույն վակցինաները ստանա։ Ինձ չի սաղ բիբոն ստանում այդ աշխատանքի բարիքները, բայց ինքը ստանում է լավագույնը իրականում ու հանուն արդարության Teacher պիտի the ասեմ, որ best։ ինքը ուտում է պրեմիում կլասի ուտելիք։ Բա ինքը պրեմիում կլասի կատու է։ Ինքը ուտում է պրեմիում կլասի ուտելիք, որտեղ մենք գիտենք ինչքան լուրջ է կատուների մոտ, եթե ուտելիքը լավը չի լինում եւ այլն։ Մի խոսքով, մենք խոսում էինք իրենց այդ երկչիների մասին, ովքեր ժողովուրդ ինձ կներեք էլի այս բեքգրաունդի համար։ Բայց լավն է։ Սա խայտարակություն։ Լուրջ եմ ասում։ Օ, Հայտարարություն, եթե լինեին վարդեր, անջատեցի, շնորհավորում եմ։ Եթե լինեին վարդեր մանուշակների հետ, բայց դա I know օքեյ։ right, I Բայց know այսօր right։ կարայր, այսօր կարայր։ Ինչի մասին ենք խոսում։ Background-ի։ Yes։ Խոսում ենք երկչույների մասին, ովքեր իրենց ակտուալությունը կորցրել են իմ համար, ինչու, որովհետև իրենք շատ քաղաքականացվեցին։ Ըհը։ Շատ։ Իմ համար անընդունելի է, ես չգիտեմ այնտեղ ով է, Պողոսնա, Պետրոսնա նստած, հա, երկրի որպես ղեկավար, բայց իմ համար անընդունելի է, երբ որ արտիստը մոռանում է իր կոչման մասին, երբ որ ինքը պիտի ժողովրդին ապահովի այդ հոգևոր մասով, ինքը sense լրիվ տրվում է գնում է քաղաքականություն, Շուշան Պետրոսյանը մեկը լինի հարցնի, թե դու ասա ինչ գործ ունես, որպես падգամավոր գնացել ես տղամարդկանց մեջ նստել ես։ Ես սեքսիստ չեմ, սխալ չհասկանաք, բայց ինքը այն որ ախպեր դու լավ voice-ի մեջ բան էիր, ժյուրի էիր, հա, որպես ինչ գործ ունես դու այդտեղ։ Ինքը ասեմ, ժողովրդի մեծամասնությունը իրեն դադարեց սիրել դրա համար։ Հանձինս ես։ Ես Նույնը ասենք նույնը բանը ով ոնց էր Նունե Եսայանը ասում է թող ձենես ես թող արկելեն հո ձենես էլ ինձնից չեն խլի դու քո ձենը խլում ես քեզնից դու ինչ գործ ունես քաղաքականության մեջ ընդհանրապես մի խոսքով ես ինչ որ խառը բաներ Հա, լսի, լրիվ համաձայն եմ քո հետ, լրիվ համաձայն եմ քո։ Ոնց է վերաբերվում Սոնա Շահգելձյանին։ Լավ, ես իրան բոլորի շատ եմ սիրում ինքը ես իր ռուսերենը չեմ սիրում իր նկի ռուսերենը անգլերենը դելու բան չի։ բայց ինքը որպես երգչուհի շատ հզոր ձայնի տեր է Համաձայն եմ։ Դու իրան հիշում ես այն Արցախի ձայնում խուճուճ Չէ, մազերի։ ես երևի չեմ հիշում այդքան բան Oh, չեմ she was so good. so good you know So good. Շատ լավն էր, բան, շատ լավ էր երգում, էլի, вообще բան չկա։ Պես դու հիշում ես այդ ամեն ինչը իսկ ես չէ Հա, ես դե մեծ եմ, ճիշտն ասած մեծ եմ ինձ զգում եմ։ Լավ էլի Հիմա։ լավ էլի Չէ ես էլ հայերի մասին բան չեմ կարող ասեմ ինձ թվում է խոսենք մեր ումից խոսենք Արտասամանյան մեր արտիստներից Okay։ իրաց թե եթե ուզում ես իհարկե եւ ժամանակ ունես Ունեմ ժամանակ եւ ուզում այո եմ ես մի քիչ ռետրո բաներ եմ սիրում, լսի։ ըհը Ասենք ես սիրում եմ Randy Crawford, Natalie Cole, Nat King Cole, սենց Ոչ չգիտեմ ովքեր են դրանք ճամոթա լսի, գիտես, an unforgettable գիտես, unforgettable, that's what you are։ Չէ, չգիտեմ։ Լավ, Michael Bublé-ին գիտես, կանադացի։ Բուբլեին, հա, գիտեմ, ոչ, չգիտեմ Բուբլեին։ Նման ես իրան, կստացի դու ֆիզիկապես։ Ես իրան լսում էի, հատկապես իր Christmas երգերը, երբ որ նոր տարի Օ, is ու Քրիսմասի երգերը իրա։ Իրանը, Սինատրայինը, նու Իրանը չեն, իրանք remake-ներ են, cover-ներ են, բայց շատ եմ սիրում Michael Bublé-ի մոտ Christmas-ի հետ։ Մեկ է շատ երկար, լսում էի Jason Mraz, չգիտեմ ծանոթա թե չէ, ինքը չեխ է։ Միրապե։ I Even the skies։
I want Get to back. Էտա Շատ եմ սիրում։ Jason Միրոր Derulo բոլոր երգերը գիտեմ, շատ եմ իրան սիրում։ Դե ասեցի Hurt Scorpions դրանք པարզա։ Տենց ոնց որ ով մնաց Lady Gaga լսում էի, սիրում եմ Julia Michaels, սիպաս մի հատ մտնեմ իմ iMusic-ը, տեսնեմ իմ favorite-ների լիստում ինչ արտիստներ կան եւ Oh, you listen to music on Apple Store and Apple Music, չէ not Apple on Music չէ, մի հատ ուրիշ բան կա, հավելված կա, հայկական։ Spotify. No, հայկական ինքը կոչվում է iMusic ցույց եմ տալիս, նու ինքը սենց է իր layout-ը, ինքը Կլինի iMusic, այդ iMusic-ը вообще մեզ հիմա վճարի գովազդի համար։ այո, խնդրում եմ վճարեք մեզ Please գովազդ։ contact us. Լսի, օրինակ հիմա ստեղ իմ լայք արած արտիստներն եմ ասում, The Weeknd, Mhm. Շարլ Ազնավուր։ Օ, հիմա շատ եմ սիրում Teddy Swims-ին։ Mhm. Oh, ես իր համար գժվում եմ։ Լսի, ինչ որ նոր request եկավ քեզնից, որ Yeah, ընդունի ինձ խնդրում եմ այդտեղ էլի։ հիմա չի արձագանքի ձայնը։ Ես հեսա կհելնեմ դու ընդունի։ Okay, ընդունել եմ։ Եվ ուր ես դու։ Կատ։ I am here. Oh my God, finally. Եկավ։ Թատ, նաև իմ մոտ Teddy Swims-ի տակը սիրած արտիստներից է Կոմիտաս Վարդապետը։ Mhm. Ես Okay. Կոմիտաս եմ լսում մարզասրահում ծանր քաշեր բարձրացնելիս։ Որ հոգեգոն հոգեպես ինչ-որ պատճառ կա ունենա, չէ՞, շարականների ներքո։ Եվ շատ եմ սիրում Martin Garrix, այդ DJ-ը գիտես իրան։ Ես դիջեյների հանդեպ այդ մոլուցն ու սերը չեմ իրականում։ Մենակ իրան, ասենք, այս In the Name of Love-ն եմ շատ սիրում, գիտես։ The name of love, the name of love. Հա։ Ու մեկը Մանի հետ, դեպի հա, հետ։ մեկը շատ, հա, էդի։ Մեկը շատ եմ սիրում բանին, Ռոզալինին եմ լսում։ Ինձ թվում է մեր Ադելն է вообще, չգիտեմ, ինքը այդքան recognition չի ստանում, ինչքան արժանի է։ Մեկը գիտես ում եմ սիրում, Lady Gaga-ից լիքը երգեր կան, որ սիրում եմ։ Վերջինը երգը ես սկսեցի լսել այդ Bruno Mars-ի հետ, աբրակադաբրա։ Die with a Smile-ը։ Այ with the smile անգիր գիտեմ այդ հեչ աբրակադաբրան իրավոր կա։ Չէ, չեմ անում։ Ու դաժե իր ոնց հասկացա ընկերների ստորիներից իր ալբոմը հելել է վերջապես։ Հմ։ Ինչ որ չգիտեմ, տարբեր երգիչների նկարներով Գիտես թողի մեկ է, ումից մի քանի երգ սիրում եմ, դե Etta James Bond, sense կլասիկա, պարզա ինչ։ սիրում եմ։ Ահա։ Այն Rag and Bone Man կա է, այն որ Human-ը երգում է, I am a Human-ը, human, հա։ just a human, ինքը մի հատ երգ ունի, խնդրում եմ, ես քեզ հենց հիմա դա կուղարկեմ, կոչվում է Skin։ Այդ երգը դու պետքա լսես։ Մերապե Skin։ Rag and Bone։ When my When I know Գիտես այդ երգը։ հա, much Շատ գիտեմ, շատ I know this։ շատ լավ։ Նայ, ես ում եմ հիմա իմ playlist-ում ովքան ընդհանրապես Давай։ արտասահման ուրեմն ունեմ այստեղ հայտիներից ով է այստեղ երբ ավելացրեմ I won't give up երգես վերջերս Jason Mraz-ի Դուր Jason Mraz, լսի իս դու իրա երգերից բանը, գիտես Life is Wonderful-ը։ Mraz ահա որը La 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 life is wonderful։ դու կարող ասալ երգերը չիմանամ ես բայց ամեն դեպքում Իսկ գիտես մեկ էլ ում էի շատ լսում ես ուսանողական վերջի տարիներին, դե Beyoncé պարզա։ Բլին։ Հեսա կհիշեմ կասեմ։ Դու ասա հեսա հիշեմ ասեմ։ երգեր կան օրինակ Charlie Puth-ից ես իրան որպես արտիստ ուղղակի պաշտում եմ որտեվ իրա արածը իրա TikTok-ները որ նայում ես թե ինքը ոնց է սովորական դրան խփոցից ինքը շեդևր ստանում ինքը չգիտեմ այդ Beyond էլի են որ չասեմ էլ բոմբա ինքը Shawn Mendes Shawn Mendes One Republic Oh, One Republic մոռացա, One Republic շատ եմ սիրում։ Գիտես մեկ էլ ում եմ շատ սիրում, տենց սիրում եմ One Republic, Coldplay, Imagine Dragons, շատ եմ սիրում։
Ոնց իրենք շատ Ահա, mainstream են։ Ես սիրում եմ իրանց, բայց իրանք շատ mainstream են։ Imagine Dragons-ից հատուկ են երգեր կան, որ սիրում եմ, բայց One Republic-ը ինքն որ ինքին սրտում է։ ես One Republic-ից բանն եմ սիրում, Secrets-ը իրանք էին։ Հա, Այո, I need another story։ Այս շատ եմ սիրում այդ։ Մի հատ Mark Amber կա։ չեմ անում։ Իմացա, որ ինքը ընդհանրապես հայ ինչ որ հայ արյուն ունի մեջ, ու ազգանունը իր հայկական է, պարզապես ինքը դրա մասին չի խոսում, երևի չի խոսա, բայց Mark Amber իր երգերից գիտես The wind talk down in a Mercedes music down in a home and just listen. Ահա, հիշեցի ոնց էր։ Լզի is Coldplay բանից Lord-ին եմ շատ սիրում Հա, ես։ Lord-ին դե ծիտա։ She's Ահա ինչ amazing։ որ մի պահի ես ու դու ասենք Adele անունը։ Adele դե ամենաառաջին Հա, տեղում չի եմ։ քննարկվում, որտեվ ինձ թվում է թա ես Դե բանը default ես դիտում է, էլի, մեկ երազանք, լիներ Adele-ի ամերգին։ ամերգին։ Լսի, մենք պետք է այդ միասին գնանք, ինձ թվում է Բայց Adele-ի ինքը համ։ ոնց որ փակեց իր կարիերան եւ իրան նվիրեց ընտանիքին։ Բայց ինքը չի փակել վերջնական, ինքը ինչպես միշտ ասեմ քեզ ինքը ինչ է անում։ Ամեն 5 տարին կորում է, հայտնվում է, փող աշխատում, կորում է, ջոգում ես։ Հմ։ Զուտ։ Նույն ինքը ինքան փող աշխատել, որ կարասախ կյանքը չաշխատի էլ պրինցիպի, բայց Մեզ ցանկալի է որ աշխատի, որ մենք իր համերգներին գնանք։ լսի, Սիլմանե, չգիտեմ ոնց է կարդացվում, անցած տարվա Եվրատեսիլի մասնակիցներ Ֆրանսիայի, լսի, լավ նկարած երգը գրես Mon Amour։ Հա, գիտեմ, որ սենց Mon Amour։ սենց Դեվիդ Բուսոս էր, ըհը։ Էլ չասեմ, որ Լարա Ֆաբիանի համար եմ խենթանում Ես իր ինքը։ համերգներ եմ եղել Երևանում, ֆանտաստիկ Լուրջ ես ասում, արա, համալիրը։ լավ կյանք է ինքը, ես չգիտեմ։ Հա։ Այնտեղ Սիա չեմ սիրում, Սիան իմ ուր գլխացավանք առաջացնում չեմ կարող Իրանն էլ լսել այն իր։ Երևային, Էմի դասարանից է։ Ապրես։ Ed Ինքը Sheeran, Ed Sheeran, երկերը գեթե բոլորը գիտեմ, սիրում եմ իրան։ Բանը, այդ Sheeran-ից Don't գիտեմ անգիր լրիվ։ Ed Sheeran-ից լիքը երգեր լավն են։ Հա, ռուս երգիչներից չգիտես, խի իմ մոտ շատ է հանդիպում Դիմա Բիլանը։ Ես գիտեմ ինչ է հանդիպում, որտեվ ես իրան հեսա նայողները կասեն, «Արա ինչ Դիմա Բիլան», բայց հարգելի հետևորդներ ասեմ իմացեք, որ Դիմա Բիլանը ինքը իսկ իրականում օպերային երգիչ է ու իր օպերային կատարումները որ դու լսում ես, դու ուղղակի Հատ, չգիտեմ, այս վերջերս ինքը երգում էր «Я тебя отвоюю», կարծեմ Ռաժդեսնսկիի տեքստն է։ Այդ ես շատ եմ սիրում։ Մենք իսվել ենք դրանով, даже խոսել ենք դրա Այդ մասին։ չեմ հիշում։ Թադ ես մեկ էլ սիրում եմ այդ «Я тебя отвоюю», շատ երկար ժամանակ երգում էր Դուբցովան, իսկ ես Դուբցովային շատ եմ սիրում, որպես Մեր Վոլովրադի երգչուհիներից է։ Հա, գիտեմ։ Լսի, իր ասենք Ռամանը, Անյոմը, Միդալի, չգիտեմ, շատ։ Անյոմը, այն որ Բա Բիանկայից ինչ կասես Բիանկան։ Լսի, կարելևը ռուսկого R&B։ R&B Բիանկա։ Ինքը իրան էժանացնում է, ինքը տաղանդ չունի երգչուհու, բայց մի հատ Լիբիդինե երգ կա, շատ հին կհիշես։ Удостово радости в минуты։ Հա, լսել եմ, բայց ինչի՞ է քեն Ինչ որ կինոյի սաունդտրեք էր ինքը։ Լավ, հիմա ասած եմ խի էժանացնում իրան։ Շատ է տուտուս ցույց տալի, like too much Ես դե տուտուզը լավ է դել մի կողմ, բայց որպես որ մենք կարանք հետ ասել որ ինքը երգել չգիտի։ Երգել չգիտի, չէ՞։ Չգիտի։ Լավ էլի, ինքը շատ ուժեղ ձայն ունի, հզոր։ Լավ, ոնց ասես։ Ինքը լավ, ինքը մեծ դիապազոն ունի, մենք չենք կարող։ Ինձ դուր չի գալիս իր այս նոր վիճակները, որտեվ առաջ ես որ 2007 թվին իրան սկսեցի լսել, իր լետ, չգիտեմ, աչոչո ու լիքը երգեր ինքը այն վաղտ Ռուսաստանում խիտ էր ու բայց չեմ կարող հերքեն որ ինքը ձայն ունի որ ուզենա լավ կիրառի ունի լա ճիշտ ուղղությամբ տանի էլի Դե հասկանում ես մենք նոր խոսում ենք Ադելից Լարա Ֆաբիանից ու Սյուզի Մելքոնյան Բիանկա չէ Բիանկա կներեք հարգելի հետևորդներ որ այսօր դες շատ եմ տեղափոխում ես բայց Լսի թատ, բայց իսկ մա իրանք մի ժամ չեն նայ, արի հաջող ասենք, լավ Հավատա մեզ նայող կամ մեզ կարանք հաջող անենք, եթե ուզում եք։ Չէ, ես կարամ 5 չեք խոսամ, պրոստը չեն նայ միջև, ըստե ով է միջև էս կետը նայելու, խնդրում եմ գրեք, ես որերորդ րոպեն է։ Ու լայք դրեք։
Դրանք Լավ, որ երկու հոգի կդնեն։ Լավ, թե չէ թադը գալու է իրա կատվի հետ, հատ բոլորից չանգրեն։ Լավ։ հա չէ, փիդրահանան են մազերը սաղի։ Լավ, էսի արդեն ավելորդ էր, կարանք էսի բանան է։ Պիպ, Էդի բանը կատակի ֆոնի տակ ասմաս քո իրական պլանները։ փիդրահանալու մասին։ Մեզ նայում են adekvat մարդիկ, Հուսանք։ շատ ես գիտեմ ովքեր են մեզ նայում, էլի, Հա, պարզապես ես արդեն գիտեմ կոնկրետ 5 հոգու։ գիտում են բան են անում, բայց շատ շուտով մեզ կհաճախի Գրիշան Գասպարյան։ Շատ շուտով ինքը Վենկիսի հետ խոսակցություն am ունեցել էս վերջերս։ Ու ասաց լինելու է անպայման, պարզապես կյանքի հանգամանքների բերում հարմար չի լինում իրեն, բայց ինքը լինելու է։ Մենք նոր հյուրեր ենք սպասում մեր Դու գիտես, որ ոդքասթ։ մենք Աստի հետ բարբերաբար ջիմում հանդիպում ենք Իդեմ ցկցել։ աստեն ինձ ասել է, Սնոանին իշ լավ։ Լսի, քեզ որ ճիշտ է ասեմ, այս ընթացքում եթե ոչ իրը, ապա երկու հոգի իր քո գովքը դրել են իմ մոտ։ Վատա։ Չէ, բայց այնց գովք են արել, որ ասում ես Դրանք պահի խնամոնց մոտ կանես հետո։ ես ասում ես գիտեմ դուք իմացեք, հասկացա որ ես չխորես հանեցի, որ քանման Հա, լսի, ես իջնացած սիրում եմ առանց չխոլ ֆրֆրալ։ ես էլ եմ սիրում, բայց որ ինքը Հա, հարմար չի, հատկապես մեքենայի մեջ ինքը մի տեսակ սղլիկ է, հետո ձմռանը հա, սաղ։ հետո կարող խազ քաշվի ու սրտի դարդ լինի, որ Չէ, խազ իմ քաշվեց։ էկրանի վրա խազեր կան քաշված, I don't give a fuck, վարչապետից եմ սովորել։ Ինչ դնում է վարչապետը այդ երկրը նկատել ես, տակ I don't give a fuck what you say, I'm doing my shit, yes bitch։ Ստեղ էկրանի վրա լավ խազեր կան, որտեղ ինչ որ մեկը, չգիտեմ ով, ականջողով սենց Միրապե, դու չունես ეგ վրեն շուշ բան քաշած պլոնկա։ ոչ, ես այնքան հարուստ եմ։ Իմ Ես էկրանի վրա էլ չկա, ստեղ էլ չկա, որտեվ ես վայելում եմ իմ հեռախոսը։ եթե ես հանեմ իր այս վրի մատվի պլոնկա ես հանեմ, ինքը իմ համար մերկանում է, ինձ դուր չի գալիս այդ որ ինքը լրիվ Չէ, տեն ես լրիվ։ սիրում եմ մեր հեռախոս։ Դե լավ, սիրի շարունակի սիրել։ Այլ շարունակեմ սիրել։ Թա դապրս լավ խոսացինք լսի։ Լսի, բայց մեր recording-ը ոնց է շարունակվել, մի կտոր I հա have գնացել։ no idea, որտեվ ինքը record էր անում, հետո ես pause էի Օքեյ, ուրեմն սպասել ես դու, ինձ ընթացքում քեզ այրևի ձայնագրեմ նոք։ Չէ, ես stop էի տալիս։ Okay, լավ։ By the way, ես էլ արդեն Zoom Pro ունեմ։ Շնորհավորում եմ քո Zoom-րոն, քեզ դուր կգա Zoom-րոն։ Քեզ դուր կգան մեր Ես իրակի օրերը։ ես վերջնական հասկացա, որ ես պատրաստ չեմ Google Meet-ով էլ դասանել որտեղ։ Լսի, Zoom-ը ավելի թեթև է, ավելի քիչ Ապրես։ բատարիա է տանում։ Պիտակ հասնում ու չի տանում բատա, ապրես։ Ու ավելի որակյալ է, եղածն է $17 է, $17 եղած ինչա մի հատ կապուչինո չի իմ ու քո համար։ Հա, չէ։ Մենք հարուստներս Մենք դասադուներս։ հարուստներս, որ մեր կատուներին անում ենք ամենաթանկ պատվաստումները, մեր հեռախոսները ոչ պլոնկա ունեն, ոչ չխոլ ունեն։ Բայց նայ ոնց որ այն դյադյաներից լնեմ, որ էկրանի նկար չունեն, որ զավակ։ Բայց նայ, հեռախոսից գույնը вообще իրա, ու մեկ էլ հեռախոսից նկարը։ Հələ ի՞նչ է, ծաղիկներ են, լսի։ Yes, գարուն է իմ մոտ։ Հա, գարուն է կոմոդ։ Չէ, իմ մոտ ռաբոչի ուստանովք է։ Վարչապետ վայ, հա։ Հենց եմ սիրում, որ այս բանը թազա Apple-ը սենց բան ունի, էլի, որ դու ամեն օր Դե հա, կարող ես էլ եմ սիրում։ Շատ հարմար է, ես բարբերաբար փոխում եմ։ Չկարծես, թե ես սենց ռոմանտիկ խզիկ բաներ, ծաղիկներ, բան չունեմ, ունեմ, ամեն ինչ ունեմ, դաժե սենց բաներ ունեմ։ Մոտ այնքան բաներ, այնպես բաներ կա դրած են, որ պահի Ինտերես բաներ։ մի վաղ կա, որ մի ժամանակ կարանի, որ ես կշերքես, ահա, թրջուները։ Իսկ դու գիտեք եւ դու գիտես, որ սա ես եմ նկարել, նա ինչ տաղանդավոր եմ ես։ Որտեղից իմանամ, որ չես ասել։ Հա, ինչ էիր ասում, կշերք։ Ծրագիրս ու կշերքը կպատա ծրագրին, երբ որ դու կշռվում ես ծրագրի մեջ ինքը ավտոմատ ցուցանիշը անցկացնում է։ Ամեն անգամ ես մի ժամանակ որ տենց շաբաթը մի անգամ կշռվում է, տեսնում եմ խոսքի ինչ գիտեմ, իջել եմ ահագին։ Էկրանիդ վրա դնում էիր։ Ու շոտ է անում դնում է ասում է թաթ որ դու նայես հասկանաս թե որ արդյունք կա ու բան չանես էլի։ Okay, մենք վերջացնում ենք մեր եթերը։ Շնորհակալ ենք մեզ նայելու համար։ Հուսով եմ չեն հնչել այնպիսի կարծիքներ, որոնք
Մենք ոչ վիրավորել եմ։ ոքի չենք վիրավորում, մենք Այո, արտահայտում ենք մեր ազատ կամքը, ազատ կարծիքը, Սահմանադրություն Հայաստանի Հանրապետության 17-րդ հոդված, առաջին կետ, ազատ կամ արտահայտում։ ըհը, Անկապ թվեր չասեցի, լուրջ այդ հոդված։ հավատում եմ։ Ա, Լավ մնացեք, լայքեք, կոմենտներ գրեք, մի ափսոսացեք, այդ կոմենտները գրեք, որ engagement առաջանա տակես, այսքան ասում եմ ոչ մեկ չի լսում։ Դրանց դու տես։ Իսկականից։ Всё, Հատիկ լավ չանգրելու մնացեք, է։ թռանք մենք, լավ մնաց։ Դրանք, պակա-պակա, իսկ ես քեզ Բա, բա։ պատմեմ համերգի մասին հրցի։